Եվ մի ուրիշ հրեշտակ ելավ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ուղարկիր քո այդ գերանդին և հնձիր, որովհետև եկավ հնձի ժամանակը, և երկրի հունձն էլ հասած է»։ Մարտիրոսների հոգիները, որ փոքր-ինչ հանգստանում էին Տիրոջ հրամանով, երբ տեսան գերանդին Տիրոջ ձեռքին, հասկացան, որ եկել է դատաստանի ժամանակը։ Ուստի իրենց կողմից մի դեսպան ուղարկեցին, և սա մեծ ուրախությունից դրա համար էլ հրեշտակը բարձր ձայնով աղաղակում է, այսինքն մեծ ուրախությամբ։ Նմանապես էլ Զաքարյան տեսավ թռչող գերանդին, և նա ուղարկեց իր գերանդին և հնձվեց երկիրը։ Տերը ասում է. հունձն այս աշխարհի վախճանն է, հնձողները հրեշտակները։ Եվ մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ երկնքում գտնվող տաճարից, և սա էլ ուներ սրած գերանդի։ Եվ զոհասեղանից դուրս ելավ մի այլ հրեշտակ, նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, ու ասաց. «Քաղիր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում»։ Առաջին գերանդի ունեցողին, որ Քրիստոսն էր, մարտիրոսների կողմից դեսպան ուղարկվեց հնձելու ցորենը, որ սուրբերն են, որպեսզի լրանա իրենց ծառայակիցների թիվը։ Այս հրեշտակի գերանդին կեռ դանակ է, իսկ երկրորդին նույնպես դեսպան ուղարկվեց զոհասեղանից, այսինքն ներսից, որ մարտիրոսներն էին, որպեսզի փութով սկսի այգեկութը, որ նշանակում է, թե մեղավորները կողկրտվելու են դժոխքի հնձանում։ Սա անելու են մեծ ուրախությամբ, որպեսզի արդարները ուրախ լինեն, տեսնելով մեղավորների հատուցումը։ Այսպես էլ Երեմիա մարգարեն է իր ողբում Երուսաղեմի վախճանը նմանեցնում կողկրտվող հնձանի։ Տերը ինչպես հնձանում ջզմեց կույսին, Հուդայի երկրի դստերը, իսկ Քրիստոս հնձան է ջզմում միայն դևերին ոտնակոխ անելու համար։ Եվ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրա, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու մեծ հնձանի մեջ։ Այգեկութը խորհրդանշում է ընդհանուր դատաստանը։ Ինչպես խաղողի այգին է երկար սպասում և կարճ ժամանակում քաղվում և ջզմվում հնձանում, այդպես էլ եկեղեցին ու մարդկությունը։ Ինչպես հնձված ցորենն է խորհրդանշում ընտիրներին, իսկ հարդը խոտաներին, այդպես էլ այգեկութի գինին ընտրյալներն են, որը այգետերը պահում է կարասներում, իսկ չնչին ճիռը խոտաներն են, որոնց դուրս է նետում։ Այլոց կարծիքով խաղողը գինու հետ խորհրդանշում է մեղավորներին, որոնք ջզմվում և կողկրտվում են դժոխքի հնձանում, ըստ որում գլխավոր մեկնիչներն ասում են. «Եվ գցեց Աստծու մեծ հնձանի մեջ», այսինքն դժոխք, որը հեռու է Աստծուց, և կամ էլ Աստծու արդար դատաստանի լայնարձակ հրապարակն է։ Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում էր մինչև ձիու սանձերը, և նրա երկարությունը 1106 ասպարեզ էր։ Քաղաքից դուրս ասելով հայտնապես ցույց է տալիս դժոխքը, որ դուրս է արքայությունից, այդպես էլ Եսայի մարգարեն է նկարագրում. «Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ մեղք գործած մարդկանց ոսկորները, քանզի սուրբերը մտքով և մինչև իսկ անձամբ ելնում են երկնքից վեր, թե ուրախության և թե իրենց սրբությունը գործադրելու համար, իսկ ինչ վերաբերում է դատապարտվածներին, նրանք կարող են բարձրանալ միայն մտքով և ոչ անձամբ»։ Եվ հնձանից արյունը հոսում էր մինչև ձիու սանձերը։ Երբ խաղողն է ջզմվում, հյութը հոսում է գետի պես, իսկ ավարտին ծովանում, բարձրանում է մարդու հասակի չափ։ Այդպես է նկարագրվում դժոխքի հնձանը, որի մեջ ջզմվող մեղավորների արյունը այնպիսի առատությամբ պիտի հոսի, որ բարձրանալով 1106 ասպարեզ պիտի ծովանա, որի մեջ եթե ձի մտնի, մինչև սանձը կթաղվի արյան մեջ։ Այլաբանորեն ձիերը սուրբերն են, որոնց վրա նստած Քրիստոս պիտի կոխոտի մեղավորներին դժոխքի հնձանում, ինչպես փարավոնին կոխոտեց հրեշտակային կարգերով. «Ով իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարավոնի կարգին լցված իմ երևարներին»։ Այս մտքով է նաև ասում. արդարն իր ձեռքերը պիտի լվանա մեղավորի արյան մեջ։ Ձիու սանձը խորհրդանշում է պատժի սաստկությունը։ Կամ էլ այլաբանորեն դևերն են,
որոնք սև երիվարների պես լողում են դժոխքի հնձանում, մինչև իրենց բերանները թաղված ոտնակող արվածների արյան մեջ, սրանով ցույց է տրվում, թե դևերը որքան ծարավ են կողկոտված մարդկանց արյանը։ Պետք է իմանալ, որ 1106 ասպարեզը դժոխքի տրամագիծն է, այսինքն որքան նրա լայնությունն է, նույնքան էլ երկարությունն է, այն գտնվում է երկրի միջուկում։ Եսայի մարգարեն այսպես է ասում. պատրաստված է Թոփեթա երկրում, այսինքն խորին գեհենում, երկրի մակերևույթից մինչև լիճն այս, ավելի քան 3000 ժամվա ճանապարհ է։ Իմացիր նաև, որ մեզ մոտ գրված է 1106, բայց մեկ այլ թարգմանությամբ 1600 ասպարեզ, որն էլ 650 ժամվա ճանապարհ է։ Թվում է, թե այսքան է դժոխքի լճի երկարությունը, լայնությունը և խորությունը։